Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ, ինչպես տեսնում եք, ես դպրոցում եմ, դա նշանակում է, որ մենք նկարահանման ենք եւ այսօր նկարում եմ մի գեղեցիկ օր սերիալի backstage-ը, այնպես որ մնացեք մեզ հետ, գնում ենք նկարահանման միասին, տեսնեմ ով կա չկա, խոսեցնեմ բոլորին, մեր մեջ ասած արդեն մի քանի տեսարան նկարել եմ, բայց դրանք կդնեմ այս վիդեոից հետո, որովհետեւ sense ոնց որ սկզբի խոսք չէի հասցրել ձեզ ասել, այնպես որ սա որպես սկիզբ ու հիմա դնեմ այն տեսարանների backstage-ները, որոնք որ նկարել ենք ընկեր Տոնոյանի սենյակում, տնօրենի սենյակում, եւ հետո արդեն գիչնենք դասարան ու դասարանի backstage-ները կդնեմ ձեզ համար։ Գնում ենք նկարահանման հրապարակը։ Տնօրենի սենյակ։ Բոլորը սիրելով ենք։ Թոշիկներով ասում իրերով ենք, էլի։ Երեխեքներ են գալիս։ Հեսա մյուսներն կգան։ Հեսա այս սենյակն հողը։ Շատ շնորհակալ եմ։ Գնում ենք հովտեղ նստենք, ձեզ ստանցնենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չեմ հովտես։ Բարև քեզ։ Բարև Ահա։ Ես հեքստնանք այս բային, դուք երկուսով կարող իրար հետ լացնել, ոյստեղ բանդանամ մի վարկյանից, կամ կողքը դար։ Այս բագին ստեղ գրիմա, ստեղ հարտուկա։ Այգր վերցի ռեսպեկտը։ Եկել եմ Ասիայի մոտ, այսինքն կխոսեմ, եկել եմ Ասիայի մոտ, եկել եմ որ ինձ սուրճ տա, որովհետև հիմնականում բայց չի տա։ Բոլորը սենյակում ես սույնը մարդան նստած են տոնանի վար, բային կամրած։ Նստա։ Մանանը։ Չէ, թարապ, դա շատ է մոհանցել է արդեն։ Մի քիչ բարդ պատմություն է։ Հասկացա։ Չի կարողանում օգտվել էլի միկրոֆոնից։ Դե ոչինչ։ Դա ոչինչ, մի քիչ։ Մի տակ սովորի։ Մի տակ սովորի։ Ասում մեծան եղանում է։ Բոլորս մեծ։ Դու սուզ Գազանջին եղանում։ դու ծեր ես, դու Լավ, դե հարց եմ Չես տալիս։ ծուր ձմեր ամաց։ Հարց եմ տալիս, հեսա հերթով բոլորիդ տալիս հարցը։ Ամենաբարդ տեսարանը, որը խաղացել ես։ Կյանքում։ Չէ, այստեղ, այս մի գեղեցիկ օրն։ Իրոք ասած գեղեցիկ տեսարան։ Այն որ sense հոգեպես դժվար է տրվել։ Հետո տակն ես մնացել։ Բարդ չի եղել են հաճելիներ, որ հավես է եղել այդ տեսարանը։ Դե բարդն ու հաճելին տարբեր են, Դե բայց բարդն եմ հարցնում։ Չի եղել։ եղել։ Կակ դու ասա։ Անես պահին։ Հաճելին կա։ Այս ինչ եմ անում, սես Այդտենց պահում ես ասես։ Բոլոր տեսարաններն էլ բարդ են, Այո։ շատ բարդ տեսարանները, բայց մենք հաղթահարում ենք։ Այդ ուզում էր ուղղակի իրան բան թանկացներ, էլի, որ տիպը շատ բարդ, հա բայց ինքը մի կերպ դրա տակից դուրս է գալիս, որպես ֆանտաստիկ Ռոբերտ Դե Նիրո։ Բայց այն որ իր խաղից բացարձակ չէր, էլի, որ իր համար բարդ տեսարանը։ Լավ ես խաղում, էլի։ Պրոստը ուզում եմ Կոմպլիմենտ ասում եմ, էլի, ասեինք, որ մայ ապրես դու ինչ կա։ Սա Չէ, ես չէ, Մի հատ կարամ ես այդ հարցին պատասխանեմ։ Հա։ Գնանք տրեք։ Թե կարելի է նկարել ինչի իրան նկարել։ ախր չթողեց խոսամ ես։ Ազգակ։ Այն ասեց էլի սա։ Լավ, Ես կարծում եմ սա վատ վերաբերմունք է։ Երբ որ տեսարանները լավն են, այդ բարդությունները հաղթահարում ես, ինքը տենց չի Իսկ որ տեսարաններն են վատը։ Պատրաստ։ Գնացինք։
Սա մեր ամենասիրելի հայինը, տնօրենի կաբինետը։ Սա մեր տնօրենի սենյակը։ Հա, այդ ենք սարքում։ Ապրես, տես ստայից ով չենք գնալ։ Ասենք նոր ենք կրուիզից եկել, ես մի ջանի։ Դրամատիկ ստորի։ Դրամատիկ ստորի։ Որովհետև ես պլանավորել էլի գնա։ Սապազներն է, կրուիզից նոր է։ Կամ քեզ ամեն երկու ամիսը մեկ գնում եմ ինչև տուն։ Դե քիմա չանա։ Որն առաջինն է։ Եղերում։ Այս պահին ուզում եմ ստուգել ես խոսափողը, որովհետև նախորդ կադրերում էլի չէր աշխատում, ոնց որ նախորդ վլոգում։ Ամոթա ու Վլոգը ահա որ էինք երկուսս էլ նկարել, էսի ձայնը չկար որ չնայած դու YouTube վարում էիր։ Հիմա երևում է որ առաջինն էր։ իմ միկրոֆոնովն էր երևի առաջինը։ Անջատի Ինչի՞ քոնն ավելի կարևոր է։ դու նկարել ես ահավանից 100 միլիոնից Չեմ նկարել։ Ասա, քոնն էլ կպցրի, իմն էլ չխառնենք հետո։ Գնացեք Ռասմիկեջ նայեք, մյուս Ռասմիկեջից եկեք նայեք իմ։ Արաքսի էջից էլ նայեք հիմա ինձնից հարցազրույց ավարտին։ Հետո ես քեզ կհարցնեմ, թե որն ա եղել ամենաբարդ տեսարանը քո։ Հա։ Չի լսվում հիմա քո ձայնը, բայց անջատեմ հետո կմիացնեմ կասես։ Բարև։ Արսին եկել եմ հարցնեմ քո ամենասիրելի շարժումը որն է բարի մեջ, օրինակ որ բարում ես ամենաշատ ինչ շարժում ես անում։ Հայկական։ Մեկը։ Ոչ շատ է սիրում տենց անել։ Չգիտեմ։ Հայկական դե սովորական էլի։ Սենց։ Հապ, 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 հապ։ Այս ամենասիրածը ժեստը որն է, որ Ժասմինն է անում։ Ժասմինի։ Հա։ Ընդհանուր sense սաղը վրա աչքերը sense։ Հա, ճիշտ է։ Սայդայ անում, բայց դե իր մտերիմներին չէ էլի։ Հա, Դասարանի են մյուս աշակերտներին։ հասկացա։ Քո ամենասիրած երգը որն է։ Երգը իրականում շատ հաճախ է փոխվում։ Հայերեն ասեմ։ Հայերեն Գալի ռուսերեն պատասխան։ Հայերեն երգերից սկսել եմ շատ լսել Գորսուջան։ Գորսուջանի երգերից շատ եմ սիրում ինչի համարը։ Մեկ էլ, չէ, մեկ էլ մնացածը երևի sense նույն բանի վրա ամենաշատը սիրում եմ, հա, ամենաշատը սիրում եմ ինչի համարը, իսկ անգլերեն երգերից ես վերջերս շատ եմ սիրում լսել Mystery of Love։ Գիշերը ինչ ես լսել, որ քնելես։ Այս գիշեր չեմ լսել, բայց ընդհանրապես շատ եմ լսում։ Շատ տարբեր, շատ տարբեր, ըստ տրամադրության։ Բայց ես վերջերս հայկական երգեր եմ լսում ավելի շատ։ Չգիտեմ, խի։ Սիրահարվել ես։ Ոչ։ Ափսոս։ Ոչ։ Ափսոս։ Իսկ որ կոմենտներում կարդում ես, որ ամենասիրած որ կոմենտներում կարդում ես, որ ամենասիրուն աղջիկը դու ես, ինչ ես զգում այդ բանը։ Շատ հաճելի է։ Չգիտեմ, իրականում շատ են տենց գրում, ոչ թե գրում են, որ ամենասիրուն, գրում են ուղղակի, որ սիրուն է շատ հաճելի է, իրոք։ Ես կարդում ուրախանում եմ, թեկուզ որ ինչ որ նկար եմ գցում կոմենտներում են տենց գրում, շատ եմ ուրախանում։ Լավ եմ զգում, ապրեք շատ։ Ապրեք։ Վել ապրես։ Ապրես։ Գնացի դասը։ Արաքս, քո ամենասիրելի պարային շարժումը ո՞րն է։ Ամենասիրելի, այսի։ Լա 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 Loca, na, toca. Hasta la vida. Loca. La música te toca. Eli. Latinoamerican. Gnaц. Okay. Loca. Na. Всё, մենք զույգ ենք։ Toca. Էսի։ Արիանց ինչ ենք խոսելու։ Խոսելու ենք քո ամենասիրելի պարային շարժումը ո՞րն է, որ պարենոց միշտ անում ես։ Հիմա ցույց տա։ Հաստատ։ Դրա համար ենք հավաքվել։ Այս։ Միա ցավալած։ Սենց։ 1 2 1 2 Դավայ, միա տա, գնաց։ 1 2 1
Այո։ Իմ ընկերուհուս շարժումն է։ Դարձում։ Մեկ էլ լատինո եմ շատ սիրում, որ սենց։ Ես էլ եմ սիրում։ Որ սենց, բայց սենց որ խառն են ապարում, սենց նյո 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 նյո։ Կելկպլան։ Արի։ Դավայ։ Գնանք։ Հա։ Ալեքսի շարժումն էլ է, ես էլ եմ սիրում։ Արսե։ Ապ։ Այտենց։ Այտենց Սմբուլամբադա։ Հա, այսպես։ Սմբուլամբադա։ Սմբուլա։ Այտենց գժական։ Արի համե։ Շնորհակալություն։ Հա։ Քո սիրած բարեն շարժումը։ Հետաքրքիր ու բարդ հարց էր, բայց։ Հետաքրքիր ու բարդ հարց։ Հա, լավն է, չէ՞։ Մտածել։ Չէ, տենց կոնկրետ շարժում չկա, բայց տենց լյուբոյ մուզիկայի մեջ տենց մեծ կլյուչևոյ հաստատ պահ կա, էլի։ Իսկ օրինակ հիմա հարց եմ տալիս, որը քեզ համար շատ հեշտ է։ Քո ժեստը, որը միշտ անում ես։ Երևի Արմեն միակ մարդն է, որ ունի այդ։ Ում հարցնում են, ասում են ժեստը, եսի։ Օրինակ նա իմ մարդան սենց անում։ Որ Վահեին տեսնում ա, բան տենց անում։ Համեցեք, ընկեր Տոնոյան։ Ընկեր Տոնոյան, Եկել եմ։ չէ, Արմին հարցին եմ այն հարցը, որ քեզ տվել էի, ամենաբարդը որ տեսանն ես նկարվել, որ սենց շատ բարդ էր դերասանական առումով։ Շատ լավ հարց էր։ Դերասանական առումով գիտեք որ տեսաններն է իմ համար բարդ, այն որ սկզբից այն որ մեկումս չես կարող նշում, էմոցիա տաս տեքստ հիշես։ Տենց բարի մտլիքը։ Տեքստ չհիշելն է փաստորեն բարդ։ Հետո ոնց որ էմոցիա կա։ Այո, որ սենց որ սենց էմոցիոնալ լինի, որ ինչ որ բահեր է լինում, այդ բանը կարող սենց տեքստը մտցես դառնի, որովհետև կենտրոնում եմ ավելի շատ էմոցիաների վրա, էլի։ Իսկ տեքստը ոնց ես սովորում։ Մի հատ գիշերն եմ կարդում, մի հատ էլ գալիս եմ այստեղ բանով, մինչև տեսանն եմ մի հատ կարդում։ Տենց անցնում ենք էլի։ Հա, բոլորով անցնում են։ Քիչ է, չէ՞ կարդում։ Ես օրինակ մի հատ սցենարը գալիս է այդ ժամանակ եմ կարդում, այդ ռեժիսորսկին գալիս է այդ ժամանակ եմ կարդում։ Մի հատ հետո ներկայացնում եմ մի օր առաջ երեկոյան մի երկու անգամ եմ կարդում, մեծ մարդ եմ ուղղակի ուշ եմ հիշում, երևի դրա համար եմ շատ անցնում։ Հետո սենց մտքով անցնում եմ, մարսում եմ, հետո գալիս եմ այստեղ խաղանքերներիս հետ։ Չէ, զուր մի տեսանը խաղամ, մի օրինակ 2 օր հետո նույն տեսանը չեմ կարելի խաղամ։ Տեքստը չեմ հիշի, կամ մի քանի տեսաններ էլի նույնը չեմ կարող։ Իսկ քո մոտ չի լինում, որ դու օրինակ այս տեսարանը խաղում ես ու քեզ թվում է, որ դու այս օրը այս տեսարանը էլի ես խաղացել։ Այնքան է լինում, ու ինձ թվում է դաժե ես նկարած եմ տեսել այդ տեսարանը արդեն, բայց հիմա խաղում եմ։ Գիտես ինչի՞ց է, որ սցենարը կարդում ենք, մենք արդեն պատկերավոր ենք կարդում, օրինակ գրածա տոնոյան, ես քո ձայնով, քո ժեստերով, քո ամեն ինչով կարդում եմ։ Դզից։ Այ մոտ օրինակ որ երգը գրում եմ, արդեն կլիպը պատկերացնում։ Դրա համար որ ինձ կողքից մեկը տեսնի, ասես ինչ որ դեմքերում։ Չէ, հիմա տենց որ երգ եմ գրում, ես արդեն իր կլիպը պատկերացնում եմ։ Կլիպը պատկերացնելով եմ գրում։ Քո ուղեղը այդ ոլորտում աշխատում ավելի լավ։ Այս մի քիչ բան եմ ռախիդում։ Չէ, իսկ կլիպ ունես։ Մալում է։ Չէ, ուզում եմ ասեմ առաջիկայում, որ պետք է նկարվի։ Արի երկենք։ Բայց Գնացինք։ Vamos a ser feliz lo cuatro։ Ես վլոգը բարելու մասին է։ Բարելուց ամենաշատը որ շարժումն ես անում ոլ։ Չեմ հավատում։ Շատ լավն է։ Այս տոնոյաններ։ Շատ լավ ռուբրիկա։ Ես սիրում եմ բոլորիդ follow տվեք։ Զանգակը YouTube-ն է, չէ՞։ Զանգակը սխմեք։ Լայքեք, կոմենտներ գրեք, կոմենտների պատասխաններով վիդեոն կնկարենք արձակուրդից հետո, այս վերջինն է, էլի մինչև արձակուրդը։ Բայց մի քիչ ինտրիգային բաներ գրեք։ Ճիշտ է։ Նույն հարցերը մի տվեք։ Նայեք ինչին ենք պատասխանել, այդ հարցերը մի տվեք։ Այսինքն նայեք։ Всё։ Ciao։ Ձերքս մնաց ոտի։ Չէ, այդ կտրես այդ բան։ Չէ, օքեյ, մետավարտները գիտեն ինչ լինում է, տենց գնում է։ Հա։ Գնացին, ուրեմն շատ ճիշտ։ Անկեղծ է։ Գնացինք։ Ապրես։ Երեխեք եկել են նկարվելու։ Մենք խելոք նկարվել նկարել։ Կերտոտո կամերաս։ Մրատ իրոք Պատկեսում ոնց են երևում մեջ։ Հաջողություն։ Գորը հենց նոր է եկել նկարահանման։ Գոր, ամենասիրածդ շարժումը պարային, որն է։ Այս։
Ո՞վ է նվագում։ Լավա։ Հա, ընտիր։ Իսկ ամենասիրածը ժեստը որն է, որ հանում ես։ Չունեմ տենց ժեստ ինձ։ Ունես։ Չէ։ Եսիմ։ Սենսան։ Հա։ Սենսը լեսան։ Մեր Էրիկի մելսը, ոնց։ Հա։ Այսի։ Չէ, էդի ուժ անցել է։ Այն վաղտ կասեի այդ, բայց հիմա արդեն անցել է։ Անցել է, օքեյ։ Իսկ ունի քո կերպարը ինչ որ ժեստ որ հանում է։ Ես կարող եմ այս հարցին պատասխանել քո տեղը։ Ապա։ Պատասխանեմ։ Այո։ Սենց հանում։ Հա, ունի ինքը տենց բան։ Լավ է ռուստադիտող եմ, ջա, ամեն ինչ նկատում եմ։ Աշխատում էլ չանի Կարենը տենց Ինչու՞ իրականում։ բայց։ Ես ինչ որ Կարենին դուր չի գալիս այդ։ Կարենին դուր չի գալիս։ Պրիվետ։ Հեսա ես կադրից դուրս կասեմ ինչ բա։ Հա, օքեյ։ Հետաքրքիր է, բայց շատ կերպարային էր։ Հա։ Ես օրինակ հանալուց, նայ ես քեզ ճանաչում եմ, գիտեմ որ դու կյանքում դա չես անում։ Հա։ Ու երևում էր որ դա կերպարային էր։ Լավ, մերսի։ Հա։ Իսկ ես սիրում եմ որ կերպարները ժեստեր են ունենում։ Այդ հետաքրքիր է դարձնում։ Ամենադժվար դասանը որն ես խաղացել, որ խաղացել ես։ Այս պիտի շատ մտածեմ, մի վարքյան։ Մտածի, որ sense հոգեպես դերասանական առումով շատ դժվար է տրվել քեզ։ Այնտեսանը երբ որ ես ու Վրթոն գնում ենք, բարդես, ես ու Վրթոն գնում ենք Ժասմինի արվեստանոց, որ ինքը ահա որ նեղված է, մենք գնում ենք կողքին ենք լինում, այդ տեսարանը ինձ թվում է։ Որ ով է նեղված Ջասմինը։ Հա, սևական ընդեղ էր, հետո տենց էլի։ Հա։ Հա, հոգեբանական։ Հա, Իսկ դու աղջիկ մտերիմ ընկեր ունես։ այո, այո։ Պրես։ Պրես։ Ապրես։ Լուրջ։ Այսի սև էկրանով կդնենք։ Ներկայացնենք քո սիրելի բարային ժեստը որն է։ Давай։ Բարային։ Ոչմ կամ ոչմ սիմպլ։ Հա, գոր այս զրաներ։ Այնո տատ Էրիկ տատիներին եմ ստիպել, դեռ նկարել եմ, հեսա քեզ զգտա։ Շատ խնդալը։ Ողջունում եմ Հասմիկի բոլոր հետևորդներին։ Մենք երբ ենք շանտ գալի։ Ճիշտ է։ Արցակուրդ ենք արդեն։ Հա, Հա, սեպտեմբերին։ սեպտեմբերին կտեսնենք։ Առավոտը շանթ։ Առավոտը շանթը։ Սեպտեմբերին կտեսնվենք ուրեմն։ Իսկ կյանքում ամենասիրած ժեստը որն է քո։ Շեստը, օ։ Ես միշտ երեխեք հետ որ գալիս են նկարվում են, սենց եմ անում, ապայման ասեկի։ Երբ այդ փոքրուց որ սաղ միշտ սենց են անում, նավզեկի ես էլ եմ սենց ասես նկարվում սաղի հետ։ Viva Victoria։ Քո ամենասիրելի երգը որն է այս աշխարհում։ Օ։ Ինչ ասեի, բայց դու ես գալիս։ Ես էլ եմ շատ լավն է։ Պապա երգից ամենաշատը եմ սիրում։ Իմ ամենասիրած երգերից մեկն էլ է դա։ Իսկ իսկականից ամենաշատ ուրիշ է էլի այդ երգը մի տեսակ։ Ես որ նշանակությունն է գիտեմ իրականում ինքը ինչ է։ Ինքը նամակ է։ Կա ոչ մեկ դրա մասին համարը չգիտի, դա բացահայտում էր էլի։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Դրա համար շատ ինքը շատ ուրիշ է էլի ամեն անգամ հնչում։ Իմ համար շատ հետաքրքիր ինքը ուրիշ շատ սիրում եմ երգը, բայց դες պատմություն չգիտեի, բայց մեկը սիրում եմ։ Վերա Կոտրվեց։ Ինչ ուտում։ Չէ, զուտ անկա վրայից։ Վերադարձել եմ դասարան Ալինային հետ զբել եմ բարյախորժակ։ Մի հատ նորից մի բան։ Չեմ կտրտում ես YouTube-ում։ Всё։ Չէ, կտրտի։ Սա սպիտակ կդու։ Բարև ձեզ։ Արև ձեզ։ Ալին հիմա պետքա ցույց տաս քո ամենասիրելի պարային շարժումը։ Հաս լավից վեճի նկարել։ Ալենաս մոյ չի նկարել։ Այսինքն իմ ամենասիրած պարային շարժումը։ Պարում ես։ Բայց ես չեմ սիրում պարը, ազնվությամբ։ Ես կներեք պարողներ։ Ես չեմ սիրում պարել։ Փակագծեր կբացեի, բայց Ես չեմ եմ կարող։ ուզում բացել հարցնել, այսինքն չես սիրում։ Բայց Ես միշտ մտածել եմ, որ ես վատ եմ պարում ու դրանից ելնելով երբեք չեմ սիրել, միշտ կոմպլեքսավորվել եմ։ Իրոք մենք քո կոմպլեքսի մոտ հաղթահարենք։ Մի հատ խնդրում եմ, էլի, ասեք, նայեք ինչ ծիտ աղջիկա, մի հատ դուքի այսքո։ Նայեք խնդրում եմ։ Գծած, ուղղակի ինքը սենց սիրուն ֆիգուրայով գծած եւ փափուկ պլաստիկ աղջիկա, այն չորերից չի հասկանում եք։ Ուղղակի չեմ սիրում, չգիտեմ։ Չսիրել ուրիշ է, բայց մտածել որ վատ է սպարում, դա ուրիշ է։ Հələ արի ես քեզ պարեմ սովորացնում։ Գնացինք։
Գնացինք։ Ուրեմն այսօր ու հարցրել եմ, որ նա քո սիրը չարժում է, ասեցի ստվել նա այսօր։ Okay. Okay. Աստղ երեք որ հարցանիքի ես գնացել քո ամենասիրելի շարժումը որն է բարի վրա։ Լավելի չէ։ Հրաշքա։ Կադրից դուրս չեք տեսնում ինչ ֆանտաստիկ մարդիկ են աշխատում, դրանցից մեկը Աստղն է։ Հաստատ։ Ուղղակի աստղերը միշտ փայլում են երկնքում հայտնվում են գիշերները, դրա համար Աստղին երբեք չեք տեսնում։ Ահա, շարունակենք։ Հա ինձ արդեն մենակ ես նկարում, okay։ Լավ սովորեցիր բարդ։ Այո, շնորհակալություն։ Ես այն կօգտագործեմ իմ։ Ցույց տուր, Ինչ ենք անում, սովորեցրել։ մեկ սենց ենք անում։ Ապրես։ Այո։ Լավ, հետո։ Լավ, հիմա կասես քո ամենասիրելի ժեստը որն է։ Հա, okay։ Օ։ Չգիտեմ, իրականում ինչ որ ուրախանում եմ, ինչ որ սենսի բան եմ անում։ Հա։ Բայց ես շատ եմ օգտագործում ինչ որ սենց բաները։ Okay։ Իսկ պոնչիկ եմ բարդ անում։ տեսարանը որ նկարվել ես հոկեբանորեն դժվար է։ Ասա Ալինա։ Ամենաբար տեսարանները դեռ արժևում են։ Ու ամենահետաքրքիր։ Ու ամենահետաքրքիր, բայց մամայիս հետ տեսան եմ ունեցել, որը շատ բարդ էր խաղալը, ու որ Ռևոնին պատմում եմ մամայիս, պապայիս պատմությունները, դա էր բարդ տեսարան։ Պիկնիկն է շատ բարդ տեսարան։ Սպասենք հաջորդ բարդ տեսարանը։ Այո, սպասեք։ Ապրես սիրունիկ։ Բացի։ Չէ, կջնջես ես։ Լիլ, քո ամենասիրելի ժեստը որն է։ Որ հաճախ օգտագործում ես։ Ժեստը։ Հա։ Չգիտեմ, խոր լիքը ժեստեր ունեմ ես։ Իսկ Լարան ինչ որ ժեստ է օգտագործում։ Ժեստի երևի ավելի շատ հայացքներն են Լարայի մոտ ակտիվ։ Այսպես ավելի կանացի է Լարան, սենց ձեռքեր ավելի վերև պահված, խոսքի մեջ երևի տենց կանացիությունն է ակտիվ իր մոտ։ Հասկացա։ Իմ մոտ խառը, իմ մոտ ամեն ինչ կարելի լինի, կարամ շատ մանկանամ, շատ տենց դառնամ տենց փոքր, կարամ դառնամ շատ էլեգանտ, խիստ։ Այն որ մեծ կոմենտ էի կարդում, չեմ հիշում բայց որտեղով էր, գրել էին Miss Lauren Diva-յա։ Վաու, ես չեմ կարդում օրինակ։ Դե ես կճարդամ, քեզ կպատմեմ, լավ։ Լավ։ Մարալ, միշտ կռիվ են անում հետս, ասում են ուր է Մարալը։ Ճիշտ են անում, ուր եմ ես։ Նկարվում ես միշտ։ Միշտ։ Իրականում Մարալին շատ ենք սիրում, շատ ենք ուզում։ Բայց չենք հասցնում, իրոք չենք հասցնում։ Հիմա էլ տեսեք դնում են արդեն լույսը, պետք է տեքստ անցնենք, բայց եկել եմ Մարալին հարցնում քո ամենասիրելի պարային շարժումը որն է պարելոց, ինչ ես անում։ Ես սենց շալվարս բարձրացնում եմ, ինչ-որ սենց բաներ եմ։ Ահա։ Իսկ ամենասիրածդ երգը որն է։ Մոնա Լիզան Կենտրիկ Լամարի։ Հələ երգի։ Տենց է, արցաշարի երկացնում ես վերը։ Չորչի ռեպա էլի չեմ կարել։ Չեմ լսել։ Գնամ լսեմ։ Հա շատ եմ այդ երկով փոստեր անում, որովհետև բոլոր նկարների հետ սազում է։ Այսինքն դու ավելի ռեպ ես սիրում։ Հա։ Ինչ հետաքրքիր է։ Ուզում եմ ավելի շատ ռեպ երգել, ուղղակի դեռ չեմ հավաքել այդքան դուխ։ Ես քեզ դուխ կտամ։ Դուխ է պետք։ Կտամ։ Խնդիր չեմ տեսք ամենաբարդ տեսարանը որն է եղել, որ sense հոգեպես բարդ է տրվել որպես դերասանուհի շատ է Իրականում դեռ ստանջվել։ կա, պիտի նկարվեմ, հետո չեմ նկարվել, բայց Անին ինձ ասել է ու ես դրան 2 ամիսա տրամադրվում եմ։ Իսկ ո՞նց ես աշխատում, ոնց որ մարդկանց գտնում ես, որ կերպարիդ համար ինչ որ բաներ հավաքագրես։ Հա, շատ եմ ուսումնասիրում մարդկանց ու ուսումնասիրելով գտնում այ այս ժեստը հաստատ բելան կաներ, տենց վերցնում եմ այդ ժեստերը ու շատ եմ խոսում։ Սկսում եմ, եթե այդ մարդուց ինչ-որ բան վերցեցի, սկսում եմ հետո խոսամ, տեսնեմ ոնց է մտածում, ինչ է անում, դες թակում բաներ եմ անում։ Իրան հարցեր ես տալիս, որ հասկանաս։ Այ ժեստերից ասացիր, քո ամենասիրելի ժեստը կյանքում ո՞րն է։ Որ անընդհատ օգտագործում ես այդ ժեստը։ Սենց Բաբելան, բիոլոջիկան։ Բելան ակնոցի հետ է, ինքը հենց լարվում է ակնոցի։ Հա, ճիշտ է։ Գիտես չէ, դերասանի համար ինձ համար ամենասիրուն կետերից մեկն է, որ դերասանը իր կերպարի համար ժեստեր է գտնում։ Իվա լուրջ եմ ասում, հենց այս դերը ստացել եմ, առաջինը ժեստերն եմ մտածել։ Ու մի քանի ու հիմա մտածում եմ, որ արդեն քիչ է, արդեն էլի բաներ է պետք Նոր ավելացնել։ բաներ։
Ես էլ եմ հիմա նոր բաներ մտածում։ Ես օրինակ որ Վահեին տեսնում եմ։ Այն չէ նոր բան է, հա, որտեղ փոփոխվում է մարդը, չէ՞, ընթացքը։ Այո։ Դրա համար պետքա կերպարել ընթացքի մեջ զարգանալ։ Զարգանա, ճիշտ է։ Ապրես։ Այսօրվա մեր հարցազրույցը այսքանն էր։ Միացեք հասմիկի YouTube-յան ալիքի։ Ապրես։ Սիրում ենք ձեզ։ Հաջորդը կպատասխանենք կոմենտի հարցերին, հետաքրքիր հարցերին։ Էր։ Հեսա Մարալի մոտ միկրոֆոնը կտամ։ Հա, մի հատ չհարցնենք, արի հարցնենք։ Քո ամենասիրած պարային շարժումը ո՞րն է։ Իմ ամենասիրած սպարը տանգոն է։ Ո՞նց է սպարում, հայ մի հատ խնդրեմ էլի։ Այն դպրոցական տանգոները։ Ես սիրում եմ որ թեթև գինով ցած լինեմ։ Հա։ Նոր բարեմ տանգո։ Գինի չունենք։ Այսօր միջավ երկուսը քնած։ Գնաց։ Սենց։ Սենց, բայց արի ցույց տա։ Այսինքն։ Չէ, պիտի անպայման սենց մի ձեռս մեջքին լինի։ Հա։ Մի ձեռս լինի մեջքին եւ այդպես բանենք խոսալով, բայց ես լուրջ եմ սիրում տանգո բարել։ Ես պիտի անդադար խոսեմ, այո։ Դե բայց խոսելով ուրիշ ոնց որ անծանոթի հետ կարող ես սպարել։ Անծանոթի հետ։ Ճիշտ ասած առաջին անգամ տեսնես հավանես կանչես։ Մի հատ պահ եկավ, ասեմ, մի քիչ մոտիկ եթանք, մի հատ ժողովրդի մի բան պատմի։ Առիթ էի, Մարալ ջան։ Հա։ Մի հատ աղջիկ կար, սենց թեթև ծանոթ էինք իրար, հա։ Ասում եմ մոտիկանամ հրավիրեմ բարի, բայց վստահ չեմ, որ ինքը կասի հա թե չէ։ Ասեցի լավ, ասեցի, այդ թվում եմ մոտիկանամ։ Հորս արավ սենց մնացել էր մի 5 քայլ, որ պետք է մոտիկանամ, ասեմ, բարենք իրար հետ, այդ պահին մի հատ տղա մոտիկացավ իրան հրավիրեց։ Բարի, այսինքն թեքվեցի, հորս արավ ծիպը ես չէի էլ ուզում այդ համնդե։ Ես հիմա պատկերացնում եմ այդ աղջիկը ոնց է փոշմանել։ Չէ, այդ աղջիկը չգիտեր էլ որ ես դեպի իրան եմ եթեմ։ Պրոստը ես հասել մնացել էր մի 4 քայլ որ հասնեի այդ աղջկան, այդ տղեն ուրիշ կողմից ձեռը մեկնեց, այդ աղջիկը համաձայնվեց, ես էլ sense թեքվեցի։ Այո։ Չէ, այդ տղեն ուղղակի ընկել է զուտ։ Իսկ ես կարող էի։ Դու կարող էիր շփվեք գոլիսը։ Հա։ Երեխեք տեղերում ասում եմ, արդեն երևի։ Okay, մենք գնանք, ստեղ խանգարում ենք։ Գնանք։ Գոգ։ Անգաշ եմ հասկանում, խիա միանց կամերան։ Ոչ մեկը չի հասկանում սկզբից, բայց հետո հասկանում են։ Գոգ, նեղացած ես ինձնից։ Այնքան չէ։ Արա ո՞նց կարամ դեղանամ քեզնից ես։ Արա, ուտեմ քեզ։ Ես մտածում եմ, որ ինչ-որ մի հատ առիթով Գոգին նեղացրել եմ, բայց ես իրան շատ եմ սիրում, ու սենց հատուկ վերաբերմունք ունեմ իր հանդեպ ու ճիշտ հակառակը էլի, ոնց որ կուզեի շոյվեր ինձ ոչ թե նեղանալ։ Նենց մամաչու էս բային։ Արա ո՞նց չեմ նեղացես քեզանից։ Չես մտածել նեղանալու մասին։ Ես քեզանից չեմ կարող նեղանամ։ Ինչից նեղանամ։ Մոտիկ չենք դրա համար չես կարող նեղանաս։ Արիստակ, դե արդեն ես անջատը միացրա վերջը տամ։ Լավ, երեխեք, վերջը ստացեք։ Ահա, ես Հիմա հարց եմ տալիս։ Դու սիրում ես պարել։ Հա։ Իսկ պարելուց քո ամենասիրած շարժումը ո՞րն է, ինչ ես անում։ Ասենց։ Արի իրար տանենք։ Հայք 60-ը տախշի գրիմ անում չեմ կարա։ Անկես թե չէ գրիմ է ելնում հիմա։ Գնաց։ Այրվում եմ ես, չեմ կարող այսպես։ Էս ինչ ես հավաքում։ Անջատա։ Չէ։ Անջատ։ Իջե որվա վերջվեք։ Հա, լսի էլի հարց ունեմ։ Ինչ ժեստ ես օգտագործում շատ։ Ժեստը, ասենց։ Ժե։ Էս եմ շատ օգտագործում։ Էլի։ Իսկ քո կերպարը։ Իմ կերպարը էս։ Вот именно։ Գույգիսկ մամայիդ տանը ոնց ես դիմում։ Մամային չեմ դիմում ոչ մի ձև։ Մամայի ջեմ շփում ոչ մի ձև։ Ապրես մամային Դաժե չեմ, դար մամա չեմ դիմում, մամա եմ ասում, դե ինչ ասեմ։ Պապա։ Մամա եմ ասում, ինչ ասեմ։ Օրինակ իմ աղջիկը ինձ ասում է մամի։ Մեկ էլ ինձ ասում է քուրիկ, ասում է դու իմ քուրիկն ես, դու իմ մաման չես, էլ չգիտի եկա մեծ եմ իրանից, նես չի տակում։ Չի, բայց չի հասկանում, թե մեծ ես, երեխան պրոգրամա է եղել, էս բաղ։ Հա, գոգ, մի հատ էլ հարց ունեմ։ Էսի վլոգա YouTube-ի ջոգեցի, արայ,
Լայքի դեմքը հենց հիմա ռեժիսորը ահա որ ձևի Ջղային երևի նայում ինչ է, վատ սպասում է բառ գոգոյին։ ասեց ինձ մտքի մեջ։ Բայց գիտես, ես շատ եմ գնահատում, որ իրանք ասենց հանգիստ այդ դեմքով թեկոս, բայց այն շատ հանգիստ սպասում են, որ մենք Մենք կողքից վիդեոն վերջացնենք։ վիդեո նկարենք, վերջացնենք։ Չեք խանգարում, okay։ Ու մի հատ չեն ասիլ, արագացրեք, ֆուտարեք, նկարեք, կսպասեն մինչև ավարտենք ու մենք 15 րոպեանոց վլոգ ենք նկարում։ Տիպը գորած հայկը հիմա այդ մոնտաժով կդնես սպասում արագացրեք նայ։ Եկանք, հալա։ Մի հատ էլ արտամ նոր գնաց, թե վրազես։ Չէ։ Չէ, սպասում է։ Ինքան չէ, ուր վրազը։ Լավ գնա գրիմերի հաջող։ Լուրջ։ Ով պատրաստ է գրման դերս, բայց դու պատրաստ չես։ Օ, Հայկա Գուգոնիզնից նենց ան եղացել։ Լավ։ Ջան։ Էվ հարմարվել ես բոլորի հետ։ Հա, հիմա պրամ շատ հարմարվել եմ բոլորի հետ, ես բոլորի հետ շփվում ենք, գրվում ենք, դաժե որ սյոմկա չենք ունենում, փորձում ենք նենց հարմարացնել, որ տեսնվենք, ինչ որ իրար ուզում ենք անընդհատ տեսնել։ Բայց ինձ հետ չես գրվում։ Ամաչիմ եմ, քիչ է չգիտեմ։ Այդ պետք է ուղղել, այդ կուղենք։ Հա, ամենասիրած պարային շարժումը ո՞րն է։ Պարային շարժում, իրականում հայ ամեն ինչ հայկական։ Իմ մաման որ բան է, պարուսույց է, ինք ինձ միշտ սովորացնում, ասենց երևի նազանքով։ Սպասի, Սպասի, ալիրեք փորձենք։ Գանք այս։ Հայկական շարժումները շատ սիրուն են դրա համար, ինչ որ հայկական բարի մեջ մտնում է, սիրում եմ։ Շատ սիրուն Այնով է։ է հետևը։ Արի։ Հայկական էինք ապարում։ Տեսա, շատ գեղեցիկ։ Ես ու Արսինեն մի հատ արի, կարևոր թեմա եմ բացում։ Հենց նոր խոսում էինք, որ օրինակ նայեք Ժասմինի կերպարը ու Կարենի կերպարը, իրանք շատ մոտիկ են, չէ՞։ Ես էլ որպես Կարենի հավանող մի հատ աղջիկ ասում եմ, եթե իրական կյանքում լուրջ Էվան ինչ որ մեկի սիրահարվեր ու այդ տղեն ինչ որ Ժասմինի նման ընկերուհի ունենար, ես կխանդեի։ Ու նույնն էլ Արսինեն է ասում։ Որովհետև Կարենն ու Ժասմինը շատ մտերիմ են։ Շատ։ Եվ հենց նոր Խանդելու առիթը։ Ինչը։ Խանդելու առիթը, որ տղան ու աղջիկը ընկերներ են։ Որովհետև իրանք օրինակ Կարենն ու Ժասմինը կոնկրետ շատ մոտիկ են։ Ինքը դաժե իր փոխարեն որոշումներ է կայացնում այս Ժասմինը։ Բայց մի բան ասեմ, ես տղա ընկեր ունեմ, բայց իմ ամուսինը չի խանդում, հակառակը տենց իրանք էլ են էլի շփվում։ Բայց որ իմ ամուսինը տղա աղջիկ ընկերուհի ունենար, ես կխանդեի։ Նավի։ Դե չգիտեմ, իրականում ես չգիտեմ։ Ինձ թվում է տղաներն են ավելի շատ խանդում, քան աղջիկները։ Օրինակ ես ինչքան ապրել եմ, մեծ եմ տեսել, հասկացել։ Հա, աղջիկները մի քիչ խանդում են, բայց ինձ Ցույց չեն տալիս։ հա, հետո տուն են գնում Հանգացնում են։ Ցույց չեն տալիս։ Եվ իսկ քո ամենասիրած ժեստը ո՞րն է, որ կյանքում անում ես։ Ինչ որ վերաբերմունք, այսինքն չէ, ասենց ինչ որ մի հատ ժեստ, օրինակ, չգիտեմ, սենց, չգիտեմ, ինչ որ մի բան, որը անում ես միշտ։ Ուրեմն ես ինձ մի հատ հետաքրքիր բան ունեմ իմ մեջ, որի պատճառով ինձ տարել էին հոգեբանի մոտ։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ ու երբ շատ եմ ուրախանում, չեմ կարողանում էմոցիաներս մեջս սպայեմ, դրա համար իմ ձեռքերը, չգիտեմ, անկախ ինձանից, սենց բարձրանում են վերև ու ես սկսում եմ սենց բաներ անել։ Հա, ու այդ այն մոտ, որ անընդհատ այնց չեմ նկատում ու սկսում եմ այդպես անել։ Ինձ տարան հոգեբանի մոտ, հոգեբանը ասաց, որ այդ դրանից է, որ իր էմոցիաները մեջը շատ են, ինքն էլ այդ ձեռներով բան է անում։ Ու այդ լինում է, երբ ես նայում եմ ինչ-որ վիդեո, որտեղ որ ես կամ։ Հա։ Ու դες մի անգամ ես մեկը նկատում եմ, շուտ բաներ եմ անում։ Հա, այնց հետաքրքիր բան ունեմ։ Բայց գիտես, այն մարդիկ, ովքեր շատ ձեռքերով են խոսում, ժեստերով են խոսում, իրանք շատ բաց մարդիկ են, երբ որ sense ոնց որ բաց ժեստերով, էլի։ Հա, շատ բաց է, հա, ես իմ տեսակով շատ բաց եմ։ Հավես է, էլի, անկեղծ ես։ Հա։ Ես սիրում եմ նոր մարդկանց ճանաչել, ինչ որ ուսումնասիրել, բայց ամեն ինչին դրոշ շատ է գալիս։ Դուք եք այդպես խոսում կստացի։ Հա, ես էլ եմ ձեռքերով շատ խոսում։ Ես էլ շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ։ Լավն է։ Էլի գրկենք։ Հա։ Արտուրը հիմա պատմելու է, թե ոնց է գրվել մի հատ շատ սիրուն երգ, որը ես էլ եմ շատ սիրում, իր ամենասիրելի երգերից մեկն էլ է։ Հիմա կպատմի, թե այդ երգը ոնց է գրվել, դե պատմի ու պատմի, որ երգն է։ Խոսքը գնում է պապայի «Բայց դու չես գալիս» երգի մասին։ Բայց այդ երգի մասին է խոսքը գնում։ Նամակը, աղջկա նամակը, իր սիրած ընկերոջը, այդ պահին այդ տղեն եղել է սահմանին։ Ու ցավոք այդ նամակը ինքը հենց չի կարողացել կարդալ, երբ որ այդ նամակը իրանն է ուղարկվել, բայց այդ նամակը բացել են իր ընկերները, ոնց որ ասում են զինվորական նամակները բացում են, ուրիշները քո տեղը կարան բացեն։ Չի կարողացել բացել, որովհետև զոհվել է։ Հա, որովհետև զոհվել է։
ու այդ ժամանակ ոնց որ այդ բացողներից մեկը եղել է իմ հոպարը ու վերցրել են այդ նամակը ու սարքել են երգ։ Հա, նամակի տողերը վերցրել են, երաժշտություն են գրել ու դարձել է այն ամենասիրուն երգը։ Իդեպ շատ սիրուն նյութի մասին եք հիմա դուք խոսում։ Ես այդ մասին հենց Արսենի շուրթերից եմ լսել բեմում, երբ որ միասին երեկո ենք անցկացնում, ես վարում եմ այդ երեկոն։ Նենց որ այս պատմությունը շատ տաք էր ինձ, շատ ծանոթ էր։ Ասացի ասեմ, էլի տենց ռեկլամա է պաուզա։ Ապացույց էր էլի որ ճիշտ ենք։ Տենց որ տենց այդքանը։ Ապացույցը ճիշտ է, ինչի պետք է։ Չէ, մենք կզ հավատում ենք իհարկե։ Всё, ընտիր։ Բայց իրոք շատ սիրում պատմությունը։ Ես էլ եմ միշտ որ էլի եմ papan ամեն անգամ պատմում այդ համերգի ժամանակ, ես էլ դա ամեն համերգին գնում եմ, հետո որ ես էլ եմ երգում, ասենց ամեն անգամ նոր էմոցիաներ եմ ապրում էլի, որ նորից զրույց լսում եմ, հա։ Ապրած որ պատմեցի։ Всё, գնացինք թե չէ սա հայկը մեզ աղիս։ Բելոս սիրուն են այս պոչիկները։ Հաջորդ ինչ ես անելու մտածել ես։